Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հարձակվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա նրա և Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումից հետո։ Մեջբերենք Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին։ Իսկ Ալեն Սիմոնյանը իր հերթին նշել էր. «Մարտի 1-ին ոչ դու, ոչ դիմացինը դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերեց քոչարյանասերժական կիլերների կրակոցների տակ։ Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում։ Քեզ թվում է, որ մեկ է ինչ էլ անես, քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես։ Ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք։ Հերիք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության, պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես։ Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար։ Հարձակումը անպատասխան չէր մնացել, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կողմից արձագանքել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը։ Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ։ Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին։ Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ։ Ես ընդհանրապես սովոր եմ պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար։ Հիմա դուք դատեք, թե ում պիտի հավատանք Նիկոլ Շնաբերանին, թե Նիկոլ Ազնվազարմին։ Ահա սղագրած տեքստը։ Քո նկարագրածի հիմքը երբ է դրվել, ինչի հիմքը, ապօրինի իշխանություն, ապօրինի ընտրություններ։ Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Մի քիչ էլ հետ գնա։ Դուք գուցե հետ գնալու ցանկություն ունեք, ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ես ուզում եմ, որ դու ազնիվ գտնվես։ Մի քիչ էլ հետ գնա։ Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ և ես պատասխանում եմ ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք երբ է դրվել հիմքը, ես ասում եմ, հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, և այս իշխանությունը ավազակապետական այս համակարգը ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի ձեռքով։ Այսօր հոկտեմբերի 27-ի գործով այդ նույն մեղադրյալները, որոնց նկատմամբ ապօրինի կերպով քրեական գործերը կարճվել են, գտնվում են իշխանության ամենավերին օղակներում։ Նաիրի Հունանյանի ընկերները այսօր ղեկավարում են հանրային հեռուստաընկերությունը և ամեն օր մարդկանց ուղեղները լվանում են հունանյանական գաղափարներով։ Եկեք այնպես չանենք, որ մարդկանց վիրավորենք, սահմանը չանցնենք։ Գիտեք, ես ձեզ ասեմ, որ ես ընդհանրապես սովոր եմ, պատասխանատու եմ իմ ասած ցանկացած խոսքի համար։